ավիակիրները եւ հետ կքաշեր։ Դե միջև իր ուզած իշխանությունը ստանա։ Ինքը կարող է եւ չստանա այդ իշխանությունը, քան որ ցանկացած իշխանություն, մասնավորապես կենտրոնական եւ Ամերիկայում, Վենեսուելա, Կոլոմբիա այդ շրջաններում, եթե չունենա ժողովրդի ձայնը իր թիկունքին, ցույց է տվել, որ այդտեղ տեղի ունենում։ Հարգելի Վազգեն, հիմա գանք իրանյան իրադարձություններին, որովհետեւ դա ուղիղ նաեւ մեզ է առնչվում։ Այո։ Բա ո՞րն է հանգուցալուծումը Իրանում, եթե ոչ իշխանափոխությունը։ Գիտեք, Միացյալ Նահանգների հիմնական նպատակը նա է, որ Իրանը մասնատվի։ Եվ դրա համար իրենք միգուցե տեսանելի ապագայում որոշ ժամանակ հետո անակնկալի բերեն ամբողջ աշխարհին եւ ռմբակոծեն Իրանի կրոնական առաջնորդի Խամենեի նստավայրը եւ իրեն սպանեն։ Դա չի բացառվում։ Եվ այդպես իրենք Իրանում առաջացնեն ղեկավարման քաոս։ Կարելի է պատկերացնել ինչ կառաջանա։ Այո, ղեկավարման քաոս առաջացնել եւ իրենք զուգահեռաբար հավանաբար նաեւ ռմբակոծեն հեղափոխության կորպուսի ղեկավարների տները եւ նաեւ մի շարք բարձրաստիճան կրոնականների սպանեն։ Կամ միգուցե իրենք զուգահեռաբար սկսեն որոշակի աշխատանքներ կատարել։ Այն ինչ որ պարզ է Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը իրենք ցույց են տվել, որ վստահելի բանակցող կողմ չեն։ Եվ բոլոր այն պետությունները, ովքեր որ ժամանակին վստահել են Արևմուտքին եւ Միացյալ Նահանգներին, իրենք անմիջապես հարված է հասածվել իրենց։ Ամենապարզ օրինակը բերենք նույն Իրանի պարագայում, երբ Բարակ Օբաման բանակցում էր Իրանի հետ եւ խոսում էին, որ պետք է սահմանափակեն իրենց միջուկային էներգիան, իրենք Իրանում կազմակերպեցին որոշ գիտնականների սպանություն։ Հետագայում, երբ որ Թրամփն էր բանակցում վերանայելու միջազգային բանաձևը Իրանի հետ 6+1-ը, իրենք սպանեցին Իրանի ռազմական առաջնորդին Ղասեմ Սոլեյմանին 2020 թվականին։ Եվ նույն Վենեսուելայում իրենք բանակցություններ էին վարում Մադուրոյի հետ, որպեսզի ստանան միջին ինչ-որ մի իրավիճակ, բայց հարձակվեցին եւ ձերբակալեցին իրեն։ Կամ անցյալ տարի հունիս ամսին, երբ որ տեղի ունեցավ Իրանի ռմբակոծությունը, Միացյալ Նահանգները բանակցությունների սեղանին էր Վիտկոֆի միջնորդությամբ։ Եվ իրենք բանակցությունների ժամանակ ռմբակոծեցին Իրանը։ Այսինքն Արևմուտքը ինքը ընդհանուրի մեջ ընդհանրապես վստահելի բանակցող չի։ Եվ միգուցե իրենք նորից սկսեն բանակցություններ վարել Իրանի հետ, բայց զուգահեռաբար իրենք քաջալերեն, ֆինանսավորեն, տեղեկատվություն տրամադրեն որոշ հակաիրանական խմբավորումների եւ նրանց միջոցով կազմակերպեն ահաբեկչական գործողություններ, քանի որ նմանատիպ փորձ կար Իրանում։ Իրանի էթնիկ կազմում ահաբեկիչներ գտնելը դժվար չէ։ Գիտեք, դժվար է։ Իրանում համաիրանականությունը, փան-իրանիզմը շատ ուժեղ է, շատ։ Նույն բերության արդյունք է։ Ոչ, դա Իրանի 2500 տարվա անընդհատ պետականության արդյունքն է։ Նույն, ասենք, Իրանում ապրում է շուրջ 10 քանի միլիոն, մինչև 20 միլիոն ծագումով թուրք, որոնք թրքալեզու, ոչ թե թուրք, այլ թրքալեզու ժողովուրդ, իրենց հետ երբ որ խոսում եք, իրեն ասում են թող Թուրքիան եւ Ադրբեջանը գան մեզ միանան, մենք ինչու պետք է իրենց միանանք։ Եվ հետո մեկ կարևոր խնդիր էլ կա։ Եվ 2025 թվականի հունիսյան 12-օրյա պատերազմի ժամանակ եւ այս խժդժությունների ժամանակ Ադրբեջանի տարածքից բավականին մեծ օժանդակություն ցուցաբերվեց ցուցարարներին։ Օրինակի համար, որպեսի տեղեկատվությունը, որը խլացվել էր ինտերնետը Իրանում եւ միջև անգամ երբ որ հունվարի 4-ին Իլոն Մասկը հայտարարեց, որ Starlink-ը Իրանում անվճար է լինելու եւ իրենք կարող են ժողովուրդը օգտվեն, միջև անգամ այդ ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից բավականին ենթակառուցվածքային դաշտ տրամադրվեց այդ ցուցարարներին եւ երբ որ կապը կտրվեց, մասնավորապես Starlink-ի կապն էլ իրանցիներ կարողացան խլացնել։ Առաջին անգամ աշխարհում դա իդեպ։
որոշ ցուցարարներ ղեկավար կազմի իրենց գնում էին Ադրբեջանի սահմանը Արցախի շրջանում եւ այնտեղ ադրբեջանական SIM քարտերով միանում էին ադրբեջանական ինտերնետին եւ տեղեկատվությունը իրենք տարածում էին եւ առաջի տեղեկատվություն տարածողը հենց ադրբեջանական լրատվամիջոցներ են պետական լրատվամիջոցը եւ սա ցույց է տալիս որ այդ մարդիկ ունեին իրենց հովանավորությունը Եվ Իրանը լավ գիտի այս անցուդարձը։ Միանշանակ։ Գիտեք, Իրանը ինչպես ցանկացած հին պետություն, իրենք ունեն լավ պատմական հիշողություն։ Եվ իրենք այդ ամեն ինչը իրենց մոտ արձանագրում են։ Իսկ հին պետությունները, մեծ պետությունները վրեժը սառը-սառն են ուտում։ Իրենք երբեք տակ գլխով որևիցե մի գործողություն չեն իրականացնում։ Հիմա շատ կարևոր է հասկանալ ամեն դեպքում իրանյան հանգուցալուծումը մեզ ինչքանով է անդրադառնում եւ ինչքանով է անդրադառնում Բաքվին։ Գիտեք, Հաշվի առնելով այս կտրուկ տարբերությունները մեր եւ Բաքվի միջև հանդեպ Իրանի։ Գիտեք, այստեղ խնդիրը եթե գլոբալ նայենք, ոչ Իրանն է, ոչ Հայաստանն է, ոչ Ադրբեջանն է, այլ հին համակարգը, որտեղ որ միաբևեռ աշխարհ էր, Միացյալ Նահանգները թողնում է դա, բաց է թողել։ Ինքն էլ ընդունում է, որ այդ միաբևեռ աշխարհը չկա արդեն։ Նոր բազմաբևեռ աշխարհն է, որ պետք է ստեղծվի, դեռ չի ստեղծվել, դեռ իր կարգ ու կանոնը եւ իր օրենքները չի ստեղծվել։ Պուտինը կամ Սի Ցզինպինը իրենք շատ են խոսում այդ բանի մասին, բայց չկա այդ համակարգը։ Եվ այստեղ առաջացել է մի անցումային փուլ, հին համակարգից դեպի նոր համակարգ։ Եվ այս անցումային փուլում ամբողջ աշխարհում լինելու է պատերազմներ, ամբողջ աշխարհում, քանի որ բոլոր պետությունները, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, ինչ որտեղ այսօր գոյություն ունեցող Եմեն, որը կարող է շատ շուտով ինքն էլ քայքայվի, ամեն մեկը փորձում է իր ազդեցության գոտին, իր ազդեցության ոլորտը տարածել, զարգացնել եւ այնտեղ որ կա հաստատել իրեն։ Դրա համար Միացյալ Նահանգները հետ է վերադարձել ամերիկյան մայրցամաքը եւ հյուսիսային, եւ հարավային, եւ կենտրոնական Ամերիկան դատարկել այլ պետությունների ազդեցությունից։ Դրա համար իրենք նաև խոսում են եւ առևտրի առարկա են դարձնելու Միացյալ Նահանգները մի շարք տարածքներ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Այդ տարածքներն են Կենտրոնական Ասիան եւ Անդրկովկասը։ Եվ դրա համար էր, որ օգոստոսի 8-ին Թրամփը Միացյալ Նահանգները մտավ ուղիղ կերպով, այնինչ որ տարիներ ի վեր խուսափում էր անելուց, ուղիղ կերպով մտավ մեր տարածաշրջանը եւ խոսեց թրիփի մասին։ Միացյալ Նահանգները սովորություն ունի խոշոր բլեֆներ անելու եւ թեկուզ այդ բլեֆի համար հարկ լինի ինքը մի քանի միլիարդ դոլար էլ կծախսի։ Դե նույնն անում է արդեն Միջին Ասիայում։ Նույնն անում է Միջին Ասիայում։ Ժամանակին դուք անպայման կհիշեք 1980 թվականին, երբ որ Ռեյգանի իշխանության գլուխ եկավ Միացյալ Նահանգներում, հայտարարեցին աստղային պատերազմի ծրագրի մասին։ Եվ իրենք միլիարդներ ծախսեցին դրա համար, բայց դա ամբողջությամբ մեծ բլեֆ էր։ Եվ այդ բլեֆի տակ թաքնված էր սովետական միությանը մղել դեպի մի կողմ, որպեսզի ինքը ծախսի ավելի շատ եւ փլվի։ Հիմա նույն բլեֆը իրենք անում են այստեղ։ Նույն բլեֆը, այսինքն թրիփը ինքը մեծ բլեֆ է։ Կենտրոնական Ասիայի երկրներին հետ 5+1 բանաձևը, որ դեռ սկսել է 2015 թվականից, ինքը մեծ բլեֆ է։ Եվ հիմա արդեն կամ որոշ ժամանակ հետո այս բլեֆները պետք է առևտրի առարկա դառնան։ Միգուցե Միացյալ Նահանգներն ասի, որ Չինաստան դու դուրս արի Գրենլանդիայից, քանի որ իրենք արդեն տարիների վեր որ այնտեղ տարածքներ են գնում եւ իրենք այնտեղ ունեն լուրջ ազդեցություն, ասեն դու դուրս արի, մենք Կենտրոնական Ասիայի այսինչ երկիրը թողնում ենք, դուրս են գալիս։ Կամ Ռուսաստանին ասեն, գիտես ինչա, արի պայմանավորվում ենք մեկ հատ բուֆերային գոտի ենք կստեղծում Ուկրաինայում, որտեղ արդեն դարել է վառված հող բոլորի համար, եւ այդ բուֆերային գոտու դիմաց մենք թողնում ենք Անդրկովկասը։
Սրանք բոլորը հավանականություններ են։ Պետք է սպասել տեսնել, թե Միացյալ Նահանգները ինչի հետ է ուզում փոխել, որտեղ է իր ամենամեծ շահը։ Եվ այստեղից խնդիր է առաջանում մի շարք պետությունների, այդ թվում Իրանի կարգավիճակը։ Իրանի կարգավիճակի հետ մեկտեղ նաև Թուրքիայի կարգավիճակը։ Վերջիվերջո Ռուսաստանը կայսրություն է։ Եվ աշխարհի խոշորագույն պետությունը, խոշորագույն ռեսուրսներով։ Եվ այսպիսի պետության հետ ինչ որտեղ որոշակի գործողություններ կատարել, խփել այդ պետության շահերը, մտնել նրա տարածքը, միգուցե տվյալ պետությունը որոշ ժամանակ ինչ խնդիրներին տվյալ պարագայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը, ոչ թե Ուկրաինայի պատերազմը։ Մենք եթե հետ վերադառնանք 2022 թվականի փետրվարի 23-ի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ իրենք ցանկություն են համաշխարհային համակարգը փոխեն, սա նշանակում էր, որ այն ժամանակ էլ ես ասացի մի բանավեճի ժամանակ, որ ռուս-ուկրաինական պատերազմը տևելու է նվազագույնը 3, առավելագույնը 5 տարի։ Քանի որ եթե ուզում են համակարգ փոխեն, Ուկրաինան պետք է դառնա ճահիճ։ Եվ այդ ճահիճի մեջ պետք է բոլորը մտնեն անխտիր։ Եվ բոլորը պետք է սկսեն ռեսուրս ծախսել, այդ թվում Ռուսաստանը։ Ռուսները ասում են մեզ 4 օր կպահանջվի։ Որ ռուսն է ասել։ Ես նմանատիպ հայտարարություն որևիցե Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյա, Ռուսաստանի նախագահ։ Դուք կարծում եք, որ Ռուսաստանը 4 տարուց ավելի արդեն պատերազմում է Ուկրաինայում, դա լավորից է։ Ես չեմ ասում, որ լավորից է, բայց ռուսերը շատ պարզ հաշվարկ ունեն։ Ցանկացած բախման ժամանակ ով է շուտ նահանջելու։ Նա, ով որ շատ բան ունի կորցնելու։ Ինչը պետք եվրոպացուն կամ ամերիկացուն լավ ապրելու համար։ Լավ մեքենա, լավ տուն, լավ ինտերնետ, լավ ճամփորդություն, ամեն ինչի լավագույնը։ Ինչը պետք ռուսին լավ ապրելու համար։ Մի կտոր սև հաց, կես շիշ օղի, երշիկ, եւ եթե շատ լավ ուզում ապրել, մի հատ թթու վարունգ։ Սա փաստ է։ Սա փաստ է, որ վերջի 500 տարին ռուսերը միշտ ապացուցել են պատմական ճշմարտությունը։ Այո, Ժիրինովսկի շուրթերից ընչած։ Եվ հիմա, երբ գնում է պատերազմ, ով է շուտ զիջելու։ Արդեն Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները նահանջում են։ Քանի որ իրենք չէին նախատեսել այսպիսի պատերազմ։ Իրենք բոլոր իրենց մարզումները, որը իրականացնում էին Ուկրաինայի տարածքում եւ այդ 75,000-նոց խումբը, որը ստեղծել են, այդ բանդերան, որը ստեղծել էին, իրենք բոլորը նախատեսել էին կարճաժամկետ պատերազմի եւ երկարաժամկետ, այսպես ասած, պարտիզանական պատերազմի համար։ Ինձ ասում շատ ենք չարաշահել ժամանակը 26-ին մենք որևէ եզրագծի կհասնենք այս խոշոր խաղում 26 թվականին։ Ով Հայերը Կովկասը, ասենք, հայերը չասենք, որովհետև դա հայերով չի պայմանավորված։ Անդրկովկասում ես կարծում եմ, որ խնդիրները նոր սկսում են։ Նոր են սկսում։ Այո, այդ թվում եւ Ուկրաինայում։ Ուկրաինայում ես կարծում եմ, որ որոշ չափով արևմուտքը կփորձի այնտեղ զինադադար առաջացնի, որպեսզի այդ զինադադարից կարողանան։ Դա արևմուտքի ձեռքն է զինադադարը։ Ոչ։ Քանի որ ցանկացած զիջում արևմուտքի կողմից Ռուսաստանը պետք է օգտագործի իր դիրքերը ավելի ամրապնդելու։ Եվ քանի որ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ արևմուտքը ցանկություն չունի գնա ինչ որ դուք համոզված եք, որ Ռուսաստանը դեռ ռեսուրս շատ ունի այս պատերազմը վարելու։ Գիտեք, եթե ռեսուրսն էլ պակաս բերի, Չինաստանը կօգնի իրեն։ Հա։ Եթե Չինաստանին չօգնեն, Գիտեք, ես կարծում եմ, որ 26 թվականին մենք նորանոր պատերազմների ականատեսն ենք լինելու եւ ամբողջ Անդրկովկասը ու նաեւ Կենտրոնական Ասիան ավելի շատ քաոտիկ իրավիճակների մեջ են լինելու։ Եվ մենք նորից տեսնելու ենք պատերազմը ավելի թեժանալու Միջին Արևելքում։ Դժբախտաբար մարդկային զոհերը անպակաս են լինելու 26 թվականին։